Վարիլուս հայրենակիցներ ջան, այս երկու օրը ինչ-որ գելափախեղտ հարցումներ են հրապարակում ԿՊԱ-մերձ, ԿՊԱ-ական և ԿՊԱ-մերձ շրջանակներից, թե իբր տեսեք, իրենք այսքան տոկոս ձայն ունեն, իբր Հայաստան դաշինքը անցողի փշեմը չի աղթարում, դա ծիծաղելի է, այդ ԿՊԱ-մերձ շրջանակներին կոչ եմ անում, գետնի վրա ժողովրդի հետ շփվել, գետնի վրա, իրական մարդկանց վարկանիշները գետնի վրա ստուգել, ոչ թե 1-2 զանգով, իրենց նախընտրած մարդկանց զանգահարելով, կամ տես պատահականության սկզբունքով 50 հոգու միջոցով հարցումներ իրականացնել ու տենց մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե իբր տեսեք, իրենք այսքան վարկանիշ ունեն, մյուսը այսքան վարկանիշ ունեն, ամենայն հարգանքով բոլոր ընդդիմադիր դաշտերի նկատմամբ, բայց չի կարելի Նիկոլի տրված մանիպուլյացիաները օգտագործել և ներկայացնել իբր թե այսքան վարկանիշ ունեք դուք։ Սիրելի ժողովուրդ, տեսեք ինչ են ուզում սրանով ցույց տալ, մեր հասարակության մեջ մի գերակշիռ հատված մտածում է այնպես, թե տեսեք, որտեղ ուժեղ է, այնտեղ էլ գնում է մի հատ հատված կա ինչ-որ տոկոսային առումով, անցնում է ուժեղի կողքը, հիմա այդ մանիպուլյացիաները Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործելով, այդ մեդիա հարթակներով դիրքորոշումներ ցույց տալով իբր տեսեք, իրենք ուժեղ են, որ ժողովրդի հատված թեքի են կողմ, բայց այդպես չէ, ընդդիմադիր դաշտը միասին Նիկոլ Փաշինյանից 2 անգամ շատ ձայներ ունի, հիշեք, մի տրվեք, այս մանիպուլյացիաներին եթե տրվեք, սա ձայների կորուստ կլինի, մեր հասարակությանը բոլորդ բարձրաձայնեք, որ դա սուտ է, այդ գելափախեղտ եղած հարցումները սուտ են, տեսեք մի օրինակ բերեմ, Երևանի ավականու ընտրություններին, այդ գելափի հարցումները ինչ էին ցույց տալիս, նույնիսկ մեզ անցողի քշեմը, ասում էին չեք հաղթահարելու, իսկ գիտեք ինչքան տոկոս է եղել այդ ձայները, 3 անգամ գելափի արդյունքներից բարձր, ոչ թե անցողի քշեմ, այլ 15%-ից բարձր ձայն ենք հավաքել։ 21 թվականին էլ է այդպես եղել ընտրություններին, այդ հարցումները ձևական բնույթ են կրում և մանիպուլատիվ ժողովրդին մանիպուլյացիայի են տանում այդ հարցումներով ձևական։ Ավելին ասեմ, այս պահին Հայաստան դաշինքի հանձինս ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչյանի վարկանիշը մի քանի անգամ բարձր է իրենց ներկայացրած ցուցանիշից, վստահեցնում եմ մի քանի անգամ բարձր է, իմ տեսադաշտում, այսինքն այն տարածքներում, որտեղ գետնի վրա ես մարդկանց հետ շփվել եմ և տեսել եմ, իրականությանը չի համապատասխանում գելափի տվյալները։ Իսկ դրանից բացի անցնեք, այդ գելափախեղտը լուրջ մի ընդունեք գելափներին, այդ գելափ ներկայացնողներին, այդ ճակերտավոր իբր ցնդաբանություններին Նիկոլ Փաշինյանի երկրի ղեկավարը չի ամաչում, չես ամաչում Նիկոլ Փաշինյան, երկրի ղեկավարը կմտնի լայվ կասի ուժեղ տղա, չգիտեմ ինչ անենք, Աննա Հակոբյանին հետ բերենք, այդ զսպաշապիկը մի քիչ քեզ պահում էր գոնե էլի, Աննա Հակոբյանը մի քիչ կարողանում էր գոնե էլի փոքրի շատ է զսպել, լրիվ բարձի թողի վիճակա դարձել ես մարդը արդեն։ Այն որ մեկ կողքից բզում էր էլի, կողքից ասում էր մի քիչ խոսա, ամոթա խայտարակ մի արա, գոնե որոշ չափով կարում էր էլի, ճիշտ է ամբողջությամբ էլի չէր ստացվում, բայց լրիվ բացահանգել ես ամեն ինչը։ Ուժեղ տղա, չգիտեմ ինչ տղա, ամոթ ունեցի էլի, նախ ուժեղը կարդալով չի որոշվում, երկրորդ թե այդ մանիպուլատիվ դաշտը փորձում եք դաշտում իբր տես կարում եմ բոլորին ասել սենց, այդ ցանկացած որ երեխեն երկրի ղեկավար լիներ քո նման, պարզ չի որ այդ ուժային կառույցների հետևում կարար խոսալ էլի, թաքնված ուժային կառույցների հետևում սկսել խոսալ։
Սիրելի հայրենակիցներ, տեսեք ինչ եմ ասում, սրանք որ գլուխ են գովում, ասում են սա են կարել, նա են կարել, այն նոր առավոտ շուտ իմ երեխեն լիֆտի մեջ էր, այս նոր տեղադրված սրանց լիֆտերը, այդ Երևանում որ գլուխ են գովում, այսքան լիֆտ ենք փոխել, նոր լիֆտեր ենք դրել, էլի իրենց տմասս կաղապարը ֆոնը ցույց են տալիս, նոր տեղադրված լիֆտը օրը մեջ փչանում է, առավոտից 1 ժամ, մանկապ դպրոցական երեխան մնում է լիֆտի մեջ, նոր տեղադրված լիֆտի մասին է, մեզ սրանց անորակ, ամեն ինչում է անորակ սրանց աշխատանքները կատարած, որ մեկը ասես, թող լիֆտերն էլ է անորակ, այո, սիրուն տեսք ունի, ամեն ինչ տեսքով սիրուն է, բայց որակ չկա այդ լիֆտի մեջ, ասֆալտը, լիֆտը, այն ինչից գլուխ են գովում այս մարդիկ, անորակ է, ամեն ինչ անորակ են անում, այդ մսխումները գումարների, այս մարդիկ, որ ներկայացնում են շատ գործ են կարել, այո, շատ գործ անելով են փողերը ուտում, բա ոնց պիտի ուտեիք այդ փողերը, պիտի աշխատանքներ ներկայացնեիք, մի քանի տեղ նոր անցնում եմ Նազարբեկյան թաղամասով, 4 օր առաջ էին փոսալցման աշխատանքներ կատարել, երեք նորից քանդել են նույն տեղը, նորից են արել, այսինքն 2 անգամ, դեռ 1 ամսվա մեջ, 5 օր, մի շաբաթվա մեջ, երկրորդ անգամ նույն տեղը քանդել են, նորից արել են, այնինչ ասում էի անորակ եք անում, հող քաղաքապետն էլ եկել ասում է ինչն է անորակ, բա որ անորակ չէր, ինչի եք շինարարին ասել նորից ասֆալտ արա, անորակ էին արել, այո, անորակ էին արել, նորից են քանդել, իսկ ինչ մնում է Նիկոլ Փաշինյանին, սիրելի քաղաքացիներ, բոլորը դուք էլ այդ մեդիա հարթակը օգտագործեք եւ այս գելափախեղ տեղացներին բացատրեք, որ չեն կարողանալու այդ գելափի հարցումներով իրենք կարողան մանիպուլյացիաներ անել։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում քաղաքացիների հետ շփվել։ Այն մի երկու տեսանկարահանումներ որ կան, այդ տեսանկարահանումները բերովի մարդիկ են։ Մի հատ դեմքները նայեք։ Նույն մարդը համ Գյումրիում է, համ Գավառում է, համ Հոկտեմբերյանում է, Մեծամուրում է, չգիտես, տենց ավտոբուսով շրջիկ, մի հատ էլ շրջիկ ավտոբուս են պահում, հետևից տանում են դիմացը, երևի այդ կազմակերպչական բաժինն է, իրենց վարչապետին ուզում է տենց մի քիչ լավ զգա, էլի, իբր որ զգա իբր քաղաքացիներ են իրեն մոտենում, չէ, այդ քաղաքացիները մի ավտոբուս քաղաքացիներ են, որ ձեր հետևից տանում եք, ստեղ, ընդեղ, երեք դուք էլ դա ապացուցեցիք, որ այդ մարդը համ Գավառում է եկել ձեր հետ հանդիպել, համ մյուս տեղում, իսկ այդ ճնշումները Նիկոլ Փաշինյան, գործարարների նկատմամբ, փորձում եք ինչ-որ թաղում մի քիչ, ինչ-որ վարչական շրջանում մեկը մի քիչ իրեն հարգում են նման մարդկանց ճնշումներ գործադրել ձեր ուժային կառույցների միջոցով չի անցնելու, չի կարելի նման բաներ անել, չի կարելի, այդ կեղծ ժողովրդավարությունից չի բխում, ճիշտ է, չէ, բա ինչի եք ճնշումներ գործադրում մարդկանց նկատմամբ, հա, բիզնեսով զբաղվողները, հա, գիտեք, որ գործարարներն են ձեր կողքը միայն մի քանի փոքրիկ գործարարներ, ասեմ ովքեր են, որոնք ապօրինի, անլեգալ գողությունով, թալանով են ապրում, այսինքն խուսափում են այդ ամեն ինչից, դե այդ մարդիկ ստիպված երևի ձեր կողքն են, հա, անցնում, այսինքն թալանչի, որ ասում եք, այդ թալանչիներն են ձեր կողքը միայն այսօր, որտեղ պետական բյուջեն են թալանում, իսկ այդ թալանը քողարկելու համար պիտի գան ձեր կողքը, սենց իբր ձեզ Նիկոլ Փաշինյան ձեզ ենք պաշտպանում, հա, այդ թալանը քողարկում եք դուք, մի հատ ուշադիր հետևեք ձեր կողքը ովքեր են, ձեր կողքի մարդկանց ստուգեք մի հատ, տեսեք ինչի համար են ձեր կողքը կանգնած, թաքցնելու համար թալանը, շատ ուշադիր հետևեք, եւ կգտնեք, եթե սովորական քաղաքացին կարող է դա տեսնել, վստահ եմ ձեր ուժային կառույցները այդ գաղտնալսումներ եք անում, չգիտեմ ինչ եք անում, ինչ ուզում եք արեք, բայց գտեք հələ տեսեք ձեր կողքի այդ մասան, այն որ գնում ինչ որ իբր փոքրիկ sense բուտկաներում իբր թե բան են արտադրել, մի հատ հələ տեսեք այդ մարդը խիա ձեր կողքը կանգնած, արդյոք օրինական է աշխատում, թե վախից եկելա ձեր կողքը,
Սիրելի գործարարներ, սիրելի բնակիչներ, ես կոչ եմ անում, մի տրվեք այս իշխանության սադրանքներին, եթե նույնիսկ ճնշումների են ձեզ ենթարկում, ասեմ ինչ արեք, խաբեք իրանց, ընտրատեղամասում կխաբեք իրանց, ցույց տվեք այդ ամենը, որ իբր հա, բայց մի կատարեք, դուք ունեք այդ հնարավորությունը բոլորդ, մի ենթարկվեք այդ ճնշումներին, այդ ճնշումների ձևն էլ կա, եթե շատ են ճնշում, այլ տարբերակ էլ չեք գտնում, խաբեք, ասեք հա, բայց մի կատարեք իրանց ցանկությունը, դուք կատարեք ձեր ցանկությունը, այն ինչ մտածում եք իրականում։ Իսկ այն վայնասունը, որ քաղաքացիական պայմանագրի որոշ փոքրիկ փուճուր падգամավորներ կան, դե քարոզիչներ ասեմ, էլի են աղանդավորական քարոզիչներ կան, չէ՞։ Նախկին, այն որ մեկին ասես, Գևորգ Պապյանին ասես, તો նախկին հանրապետական, այն մեկին ասես, այն մեկը մյուս կուսակցության նախկին, անուններով չթվարկեմ, էլի, չկապեմ իրանց հետ ինչ որ ուժերի հետ, բայց այդ բոլորը նախկիններ են, ժողովուրդ ջան, Երևանի քաղաքապետարանից սկսած, բոլորը նախկին են, ու բոլորը ասում են նախկին, իրական ընդդիմադիրներին փորձում են նախկինացնել, այդ նախկին բառը ես ված չեմ ընդունում, բայց երբ որ թալանչու հետ կկապի նախկին բառը, այ դա սխալվում են, թալանչիները թաքնվել են Նիկոլ Փաշինյանի հետևում, այո նաև իրենց ասած նախկին թալանչիները Նիկոլ Փաշինյանն են սատարում, Այն որ ասում էին մանկապարտեզներ են գողանում, չգիտեմ ինչեր են անում, Նիկոլ Փաշինյանն թլը շրջապատումդ կողքերդ նայ տես, այդ թալանչիները ովքեր են, այդ որ ճիշտ ասում են ձեր ճակատին, փորձում եք նախկին վերագրել, այդքանի մանկապարտեզ ենք թալանել, մի հատիկ հլը ցույց տուր տենակ այդ ինչ ենք թալանել այս պետությունից, օգնելուց բացի, մի հատ ձեր շրջապատում նայեք, այդ թալանչիները ձեր կողքն են, նորից եմ կրկնում, ընտրություններին, ես ձեզ հատ պարզ ասում եմ, բարեկամ կլնի, ծանոթ կլնի, հարազատ կլնի, բոլորին մեկ առ մեկ ցույց եմ տալու, մեկ առ մեկ անուն ազգանունով, Նիկոլ Փաշինյանի կողքը, եթե տեսնեմ այդ թալանչիներին, բոլորին ցույց եմ տալու, ով ինչ է արել։ Այստեղ իմ երկրի հարցն է դրած, ես կնեղանա, չեն նեղանա, դա իմ համար երկրորդային է։ Ես 8 տարի չեմ պայքարել այս ամեն ինչի մեջ, որ sense բարեկամ ծանոթ խաղամ, այդ բարեկամ ծանոթները իմ համար չեն։ Եթե այդպես խաղայի, ես շատ մարդկանց հետ այսօր շփվելուց կնեի, ոչ թե 8 տարի, sense խաշ կքաշեի ու չէի շփվի։ Այդ նույն թաղային թալանչիները, որոշ գործարար թալանչիներ, այն որ գնում ես, ստիպում ես մարդկանց, հա? Լուրեր են պատտվում քո ասած, այսինքն որ ասում էր, օթում կախված լուրերի, հա? Այդ մեծամորում ում ես ուղարկել, մեծամորում ինչ են անում այդ ձեր մարդիկ, հա? Անցել ես արդեն գործի, Նիկոլ Փաշինյան։ Բան նստի տեղդ ու սպասի տես ժողովուրդ ում է ընտրում։ Ես վարչական լծակներդ օգտագործում։ Բա ընտրակեղծիքից ես խոսում։ Ինչ ես ափալ-թափալ հələ քարոզարշավը չսկսած անցել գործի։ Ես գիտեմ դրա պատասխանը, որտեղ վախում ես։ Ես գիտես խես վախում Նիկոլ Փաշինյան, ճիշտ ես անում, որ վախում ես։ Երկու վախը չընտրվել է։ Չես ընտրվելու Նիկոլ Փաշինյան, հիշի։ Այն քո կողքի մարդիկ վստահեցնում, սաղ գցելու են քեզ ու ճիշտ են անելու։ Ով քեզ կգցի, ով քեզ կխաբի, ում դու ճնշած կլինես։ Ուրեմն իրենք լավ մարդ կդառնան, լավ մարդ կլինեն, այդ մարդիկ ճիշտը կատարած կլինեն։ Այդ ճնշումներով չի կարելի երկիր պահել, չի կարելի ճնշել մարդկանց։ Բարեկամ, ծանոթ, այդ դա քաղաքական դաշտում չպետք է լինի, ժողովուրդ ջան, բարեկամ ծանոթներով չեն պետությունը կառավարում, պետությունը կառավարում են ճիշտ մարդկանց, ամուր մարդկանց, սկզբունքային մարդկանցով։
Էդ է ճիշտը, մորքուրի, հորքուրի, գանձերով, չգիտեմ, չասեմ էլի, բոլորդ էլ լավ գիտեք։ Քաղաքական դաշտը այդպես չի կառուցվում։ Երբ որ այդպես է կառուցվում, փլուզվում է համակարգը։ Խելացի կադրերով, աշխատող մարդկանցով, ձիգ մարդկանցով, ուժեղ ղեկավարներով, փորձառու ղեկավարներով, մեկ անգամ ցույց տված երկրի ղեկավար կա, այսօր ունենք, բոլորդ ասում եք ուժեղ ղեկավար ենք ուզում, ձիգ ղեկավար ենք ուզում։ Կա, ժողովուրդ ջան, մի սիրեք, բայց գնացեք, տեսեք, որ կա, ցույց տվա, թե տնտեսություն կառավարած, թե անվտանգություն կառավարած, թե խոշոր բիզնեսներ կառավարած կա։ Այս ամենը անձերով չենք նայում, ժողովուրդ ջան։ Եթե դուք ցույց կտաք այդ նշվածը թվարկվածները, ես կասեմ, այո, ճիշտ եք ասում, բայց այս պահի դրությամբ դուք չեք կարող այլ մարդ ցույց տաք։ Եթե ցույց կտաք, ես ձեր կողքը կկանգնեմ, բայց դուք չեք կարող ցույց տալ, որովհետև ես էլ չեմ տեսել էդի։ Տեսել եմ մեկ մարդու։ Անձի խնդիր էստեղ չկա։ Ժողովուրդ ջան, մի տրվեք մանիպուլյացիաներին, այդ գելափախեղտեղացներին, այդ գելափի արդյունքները, այդ շուշուտ հարցումները նրա մասին են, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է մոլորեցնել մեր քաղաքացիներին եւ ցույց տալ մեդիա դաշտում իբր ուժեղ է, որ մասակաշի իր կողմը։ Դա էլ է մանիպուլյացիոն դաշտ, քաղաքական որոշակի գործիք, այդ գործիքը պետք է կտրվի եւ իրականությունը ցույց տրվի։ Բոլորդ կարող եք այդ ամենը ցույց տալ հասարակությանը, ձեր շրջապատում, մեդիա դաշտում, որ դա սուտ տվյալ է, ես ապացուցեցի մեկ փաստ, Երևանի ընտրություններին գելափը մեզ ցույց էր տալիս, որ անցող իշեմը չենք հաղթահարում, բայց 3-ից ավել անգամ շատ ձայն ենք տարել տոկոսային առումով էլ։ 21 թվականին էլ են գելափի հարցումները սուտ եղել, կեղծ եղել, ով փողը տալիս է պատվիրում է, որոշակի իրեն էլ փորձում է անցկացնել շուքի տակ, թե իբր տեսեք այսքան ձայն ունենք, այդ ով փող տա հարցումի, հավանական պատվիրողը ստանալու է այդ ձայների տոկոսը։ Դա էլ է բիզնես։ Գետնի վրա աշխատեք, մեր ժողովրդի կողքին եղեք, մեր ժողովրդի հարցերով զբաղվեք, մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, ինչքան էլ որ կփորձեն ճնշել, միևնույն է, իրենք հնարավորություն ունեն այնտեղ վնաս չկրելու համար, այո, այնտեղ շատ ցույց չտալ, բայց իրականում իրենք չեն կանգնելու Նիկոլ Փաշինյանի կողքին։ Այո, խաբեք, եթե ձեզ ճնշում են, խաբեք, սիրելի քաղաքացիներ, խաբեք։